Սիրելիներս ողջույն, ինչպես եք, հուսով եմ լավ եք, մենք նույնպես լավ ենք, տրամադրությունը բարձր, տոնական, քանի որ այսօր ամսի 12-ն է, տեսանյութը դեռ չգիտեմ, այսօր կտեղադրեմ էջում, թե վաղը, համենայն դեպս նկարահանում եմ ուղիղ ամսի 12-ի առավոտյան 11-ի կողմերը։ Ուրեմն սիրելիներս, այսօր իմ սիրուն մամայի ծննդյան օրն է, պլանավորել էի լրիվ ուրիշ բան, այն էլ ստացվեց լրիվ ուրիշ բան, մի խոսքով, ովքեր ինձ հետևում են Անահիտ Ալեքսեջում, այնտեղ իրանք տեղեկացված են, իսկ այստեղ կրճատ ասեմ, որ այն ինչ որ պլանավորում էի չստացվեց, քանի որ հյուրեր ենք ունենալու, իսկ ովքեր նոր են միացել իմ էջին, ասեմ, որ գտնվում եք Անահիտի խոհանոցում, չենք մոռանում բաժանորդագրվել էջին, սեղմել զանգակը կոճակը և մի հաճելի ու հավես գրառում անել։ Առիթից ելնելով շնորհավորում եմ բոլոր այսօրվա ծնվածներին, առողջություն, երջանկություն, գնահատվածություն ու շատ սեր։ Այսօր արագի մեջ, նորից եմ ասում, ովքեր ինձ հետևում են Անահիտ Ալեքսեջում, գիտեք, որ այս իմ խոհանոցը չի, խոհանոցս քանդած, ավիրված վիճակում եմ, խոհանոցում վերանորոգման աշխատանքներ ենք սկսել, դեռնիկա օրոք ենք պլանավորել ու հիմա վերևի հարկի խոհանոցում եմ, այսպես ասած, այնպես որ խոհանոցը ձեզ անծանոթ, բայց ես ձեզ շատ ծանոթ ու սիրող հարգող Անահիտն եմ։ Այնպես որ անցնում ենք գործի, սիրելիներս, սկսում գործողությունները կատարելը։ Ինչ ծնունդ, առանց կերուխումի, առանց խորովածի, առանց լավ ու բարի մաղթանքների, ինչպես նաև համեղ տարբեր տեսակի ուտելիքների։ Սկսենք մսեղենը վերամշակելուց։ Հիմա սիրելիներս, այստեղ կրկին անգամ զանգ ունեցա, մի խոսքով անցնում ենք գործի, սկսում պատրաստելը, պլանավորել եմ պատրաստեմ 2 աղցան, մեկը թաբուլե, քանի որ կանաչիների առատ սեզոնն է, մյուսն էլ հավի կրծքամսով համեղ աղցան եմ ուզում պատրաստեմ։ Առաջին գործողությունը, որ ես արդեն համարյա թե նախապատրաստել եմ, գիտեք, ես սիրում եմ հավի կրծքամիսը, այսպես ասած, ոսկորոտ, օգտագործեմ, սիրելիներ ջան, սա կդնենք գազօջախին, այնուհետև այստեղ ունեմ համեմ, ունեմ մարոլ, որ պիտի մաքսեմ, ունեմ սամիտ, կրկին համեմ, քանի որ թաբուլեն առատ կանաչեղենա չէ սիրում, կանաչ սող, սիրելիներս, և բողկ, իհարկե բողկը բոլոկի, իհարկե բոլոկին, այսպես ասած, թաբուլեին մեջ չի ներառվում, սա կմաքսեմ, թաբուլեի պատրաստությունը կտեսնեմ։ Հիմա այստեղ այս մյուս կողմում, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ տեսնեմ, ինչ կարող եմ պատրաստել, սա ցախցիկից հանել եմ իմ թողած մսերը, այստեղ ունեմ տավարի միս, եկեք միասին կտրտենք և պատրաստենք խաշլաման։ Այսպես գեղեցիկ կտորներ անելուց հետո տեղափոխեմ համապատասխան ափսեի մեջ, պղնձի մեջ և տեսնեմ այս մյուս կողմում
ընդունել։ Այստեղ էլ ունենք խոզի միս։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, այս էլ խաշլամայի միսը, որ դնում եմ եփվի, սովորականի նման, աղով, հետո բահարով եփելու եմ, քանի որ եղանակային պայմանները շատ վատն են, որոշեցի, որ խոզի միսը կամ կժարիտեմ, կամ էլ ուղղակի ջեռոց կդնեմ։ Դրա համար ինչ եմ անում, սիրելիներս, սովորականի նման աղով և պղպեղով, սովորական համեմունքով համեմելու եմ։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, սովորական ամենահամեղն է, այս տարբերակը բազմիցս համոզվել եմ, որ ամենաընտիր ու ամենաբնական տարբերակն է, սիրելիներս, ձայների համար ներող, որովհետև տանը վերանորոգման աշխատանքներ ա գնում, մի փոքր էլ մսի համար նախատեսված համեմունք անեմ, մտածում եմ կարող է ժարիտեմ ու համեղ կլինի։ Առավոտից անձրև, ձյուն, ցուրտ, ձմեռը հետ է եկել ոչ միայն Հայաստան, այլև ամենուր։ Քանի որ հետևորդներ ունեմ, որ ասում են իրանց մոտ էլ է ցուրտ, ձյուն, ձմեռ, մի խոսքով։ Տարածքս մաքրեմ և համեմեմ։ Սա էլ վերջացրեցի, ուղարկեմ սառնարան, մի փոքր համերն իրար հետ ընկերանան, այնուհետև անցնենք հաջորդ գործողությանը։ Երևի թե կարտոֆիլի հետ ջեռոց կդնեմ, առայժմ այդպես եմ մտածում։ Սա է այսպես։ Վերջ։ Անցնենք հաջորդին։ Շարունակում եմ իմ աշխատանքը, սիրելիներս, այստեղ արդեն անցել եմ աղցաններին, քերել եմ ընկույզ, սխտոր, մանրացրել հավի կրծքամիսը, այսպես, ահա, ասել եմ չէ, որ որոշել եմ պատրաստեմ երկու աղցան, ինչ եմ անում, կամ թթվասեր, կամ մայոնեզ, իրան այսպես լցնում եմ ու խառնում, ասեմ ձեզ, այս աղցանը շատ համեղ է ստացվում, շատ արտակարգ և շատ ընտիր։ Այ ես մի կտորն էլ չէի նկատել, որ քանի որ շտապում եմ, կարելի է ասած, ինձ մնացել է 1 ժամ, որպեսզի կարողանամ գործերս ավարտին, հասցնեմ, սեղան պատրաստեմ և վայելենք։ Դիր ներքև, տեղ թող։ Սա մի աղցան, որ ես համարեցի պատրաստ, ինքը շատ համեղ է, սովորականից տարբերվող հաստատ, քանի որ իրան այսպես լավ ջարդում ենք, այնպես որ
թել արածները չերևա, ինքը սենց խյուսի նման, շատ համու հոտով աղցան ստացվում, բազմիցս եմ պատրաստում, երև իմ տանամ իմ հյուրերը շատ են հավանում։ Մի անգամից, քանի որ իմ հիմնական խոհանոցում չեմ, տեսնում եք վազքս ինչքան շատ եմ, մի անգամից տեղափոխում եմ աղցանաման, այսպես, և արդեն իսկ տալիս իմ ուզած տեսքը։ Այսպես կհղկեցնեմ հնարավորինս։ Այսպես։ Եվ սիրելիներ ջան, ընկույզով կզարդարեմ, քանի որ այդպես ավելի նախընտրելի է։ Այսպես։ Ասեք, որ համեղ տեսք ունի ու հետաքրքիր, խնդրեմ, շատ համեղ է, բա բույրը, հիմա անցնում ենք թաբուլեին, այստեղ կտրտել եմ, տեսել եք, տարբեր կանաչիներ, բլղուրինել եմ, սև պղպեղ ավելացել, նախորդ անգամ մոռացել էի, էլի շտապեի, այստեղ էլ հա, կարել է ավելացնել, մի քիչ էլ կարմիր, և տեղափոխենք արդեն իսկ պատրաստի բլղուրը, սիրելիներ ջան, իհարկե կնախընտրեի իմ այն սիրուն թասերի մեջ, բայց քանի որ վերանորոգման մեջ եմ, էսենց էլ յոլա կգնանք, կարևորը սրտի ցանկությունն է։ Մի խոսքով, սա էլ թաբուլ են, կիտրոնը արդեն իսկ երևի մի 20 րոպեից, երբ որ կտեղափոխեմ աղցանամանի մեջ, սիրելի հետևորդներ ջան, տեղափոխելուց առաջ կլցնեմ, մի հատ էլի համերը լավ ընկերություն կանեն իրար հետ ու կտեղափոխենք, այսպես, խնդրեմ, այսպես բաններ, սա էլ համու հոտով թաբուլ են, բլղուրը մի քիչ էլ խառնեմ, որ լավ առանձնանամ և անցնեմ հաջորդին։ Հաջորդ գործողությունը, որ ես պատրաստվում եմ անել, մի քանի կարտոֆիլ խաշեմ խաշլամայի հետ և վերջապես անցնենք ձուկ եփելուն, քանի որ ձուկ էլ եմ ուզում բաց լինեմ, սիրելիներ ջան, սա էլ ձուկը,
եփելու եմ իհարկե թարխունով, նախորոք ցուկը համեմված էր, ընդամենը կավելացնեմ ջուր, կիտրոն, այս անգամ հենց այսպես թող լինի, և երկու թարխուն, այդ թե ինչա նշանակում չէ, որ քո հիմնական խոհանոցում չես լինում, այսպես խառնվում ես, անցնենք հաջորդին սեղանը պատրաստելուն։ Այստեղ արդեն սիրելի հետևորդներ ջան, եփում է կարտոֆիլը ու քանի որ եղանակային պայմանները վատն է, մի քիչ խորոված չենք անում, այսպես կապակեմ միսը, խաշլամայինը արդեն եփվել է, ձուկը հանել եմ, քանի որ սառնել կարող ենք ուտել, ամեն ինչ արդեն իսկ պատրաստ է։ Ահա, սիրելիներս, այստեղ արդեն ամեն ինչը եփվում է, ինչ ենք անում, սկսեմ, ուրեմն մատուցեմ խաշլաման, ձուկը դրել եմ, խաշլաման ոչ, այս անգամ նախընտրեցի կարտոֆիլը եփեմ առանցին, քանի որ փոքր բալիկներ եք ունեմ, մտածեցի միգուցե երեխեքի դուրը չգա, հա, շուտ եփած կարտոֆիլը, այսպես, այնքան էլ թխրուն լավ կարտոֆիլ է, կարտոֆիլ սիրողները կգնահատեն, սոխ էլ չեմ անում, զուտ երեխաների խաթրից ելնելով, փոքրիկ հյուրեր ունեմ ու չեմ ուզում, որ հանկարծ չուզենան ու ասենց անուշ մատուցելու ենք և իմ բարեկամների հետ մորս օրը վերածենք տոնի, ինչը որ ցանկացածիս համար մեծ երազանք է։ Այսպես, այս մեր համով հոտով խաշլաման, ընդամենը այսպես կանաչի կանեմ և կմատուցեմ։ Ահա, մատուցեմ նաև խոզի միսը և անուշանենք, թե ինձ սիրելիներս այսօրվա իմ պատրաստություններն այսպիսին էին, շնորհակալ եմ, որ ձեր ժամանակը կիսեցիք մեզ հետ, հետևեցիք, լայքեցիք, տարածեցիք, հաճելի գրառում արեցիք, քանի որ դա ձեր համար ընդամենը մի գործողություն, իսկ իմ համար շատ հաճելի զգացողություն, քանի որ հենց լայքերի միջոցով է, որ իմ աշխատանքը տարածվում է, գնահատվում և էլ ավելի լայն տարածում ունենում համացանցում, այնպես որ սիրում եմ բոլորիդ, գրկում եմ բոլորիդ, շնորհակալ եմ ձեր ամեն մի բառի, տառի, վանկի, խոսքի, մաղթանքի համար, Աստված երկար ու ձիգ տարիների կյանք տա մեր բոլորիս ծնողներին,
մենք հարուստ ենք մեր ծնողներով, Տեր Աստված։ Լավ եղեք, առողջ եղեք, իսկ մենք արդեն կհանդիպենք որևիցե մի համեղ բաղադրատոմսով, առայժմ։ Այստեղ են չէ ասում, պահ, վայ չտողին, շատ էլ թե եղանակը լավը չէր, ամեն դեպքում այս են ծիրուն կարմիր հավեսով ժարիտեցի, հյուրերս ընդեղ են, չեմ մոռանում աշխատանքիս մասին, ձեր մասին, գնանք հավեսով ժամանակ անցկացնենք, երեխեքն ուզում են պարեն, դինամիկն ենք միացրել, այն ոնց ասած Ալեքսիս լեզվով ցկցկում ենք, գնացի։